Նոան պաշտպանում է տիտղոսը, երկրորդ տարին անընդմեջ դառնալով Հայաստանի գավաթակիր։ Եզրափակիչը գործող չեմպիոնի համար լավ չդասավորվեց, արդեն 10-րդ րոպեին առաջին իսկ վտանգավոր պահը Ուրարտուն վերածեց գոլի։ Արագ խաղարկելով Տուգանայինը Ուրարտուն դիրքային առավելություն ստացավ, իսկ Խարիտոն Այվազյանի հաշվենկատ փոխանցումից հետո Միքայել Միրզոյանը հայտնվեց ուղիղ դարպասի դիմաց ու չվրիպեց։ 21-րդ րոպեին Ռոբերտո Արզումանյանի գլխավորած թիմը եւս մեկ լավ պահ ունեցավ, բայց Կարեն Մելքոնյանը շատ հարմար դիրքից վրիպեց։ Նոայի պատասխանը 26-րդ րոպեին էր։ Հելդերի հարվածից հետո դարպասապահ Միշևը ուշ նկատեց գնդակը, իսկ ցածկն անօգուտ էր։ Մինչև ընդմիջում Նոան նաև առաջ անցավ հաշվի մեջ գեղեցիկ գրոհի վերջակետը Մարին Յակոլիշի դիպուկ կրակոցներ։ Երկրորդ խաղակեսում Նոան մեծացրեց առավելությունը, նախ դուբլ ձևակերպեց Յակոլիշը, ապա աչքի ընկավ Նաթանիել Սայնտենին։ Ուրարտուն վերջում թրջեց հաշվի տարբերությունը, Վելոզայի հիանալի անցումից հետո աչքի ընկավ Էդիկ Վարդանյանը։ 4-2 եւ Նոան առաջին տիտղոսն է նվաճում մրցաշրջան 2026-ում։ Մենք շատ ծանրաբեռնված խաղացանկ ունենք, բայց թիմն իր մեջ ուժ գտավ եւ շատ լավ խաղ ցուցադրեց։ Կարծում եմ արժանի էինք այս հաղթանակին ու տիտղոսին։ Հույս ունեմ, որ այս փուլը մեզ համար կլինի տիտղոսների մրցաշրջան։ Իհարկե գիտակցում ենք, որ ուժեղ որակով եւ փորձառու ֆուտբոլիստների դեմ ենք խաղում։ Գիտենք, որ եթե պետք է տառապեինք դաշտում, պետք է տառապեինք, որը որ անում էին մեր ֆուտբոլիստները, ու շնորհակալ եմ իրանց մեծ աշխատանքի համար, մինչև վերջ տվեցին ինչ ունեին խաղադաշտում։ Եթե Նոան չդառնա Հայաստանի չեմպիոն, հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայում երկրորդ փուլից։ Այդ իրավունքը Պերկովիչի թիմը Հայաստանի գավաթակրի համար վաստակել էր դեռ նախորդ մրցաշրջանում, բարելավելով հայկական ակումբային ֆուտբոլի միավորները։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։